Բարեկալուս Օլիմպիավան Օլիմպիավանն իր դռներն է բացում մարզվել ցանկացող ավելի մեծ խմբերի համար։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կարգադրությամբ պատերազմում վիրավորում ստացած ու հաշմանդամություն ունեցող մարզիկները հնարավորություն ունեն մարզվել այստեղ անվճար։ Տղեկ ջան, այսօր մեր առաջի պարապելն օրն է, պարոն Ծառուկյանի շնորհիվ մենք կարանք այցելենք Օլիմպիավանը անվճար ու մնացած մեր տղերքը, ովքեր գտնվում են մեր իրավիճակում, կարող նույնպես գան ու օգտվեն Օլիմպիավանից անվճար։ 44-օրյա պատերազմի դաժան ճանապարհն անցած ոտքը կորցրած բռնցքամարտիկը ՀԱՕԿ նախագահի օգնականի լիազորությունները պատվով է կատարում։ Ամբողջ ներուժով լծվել է գործին, որպես նաև խառը մենամարտերի Հայաստանի բազմակի չեմպիոն Էրիկ Եղյանը լավ գիտի, ինչ դժվարություններ են հաղթահարում հաշմանդամություն ունեցող մարզիկները եւ ինչը անհրաժեշտ նրանց։ Կրկնակի պատասխանատվությունը եւ պարոն Ծառուկյանի արչեւ եւ մեր տղաների արչեւ, որովհետեւ մենք շատ մեծ գործ ունենք անելու ու մենք դա հաստատ անելու ենք, որովհետեւ այս նախագծի հետևում կա մարդ, ով իր խոստումները միշտ կատարում է։ Էրիկն անդրադառնում է նաև Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությանը, որով հրավիրել էր բոլորի ուշադրությունը թմրամոլության արատավոր երևույթի վրա, համարելով այն չարիք։ Ինձ եւ մեր տղաների համար նաեւ մի կարևոր հայտարարություն արեց երեք պարոն Ծառուկյանը, խոսքը թմրամոլության մասին է, որ պետք է պայքարենք, դա շատ մեծ աղետ է, մեծ չարիք է, ու մենք պիտի հեռու պահենք մեր երկրից, մեր քաղաքներից, մեր տներից։ Մարզաշխարհի հարյուրավոր ներկայացուցիչներ նախաձեռնել են մարզաշխարհը հանուն առողջ սերնդի ծրագիրը։ Հեղինակավոր ու տիտղոսակիր մարզիկներ են միացել այս գաղափարին։ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն խրախուսում է նրանց, այլև վստահեցնում, որ թմրամոլության դեմ պայքարը նաև մարզիկների ուսերին է եւ սպորտի միջոցով է հնարավոր առողջ ու ամուր պահել սերունդներին։ ՀԱՕԿ նախագահի օգնականի բոլոր ծրագրերում այս կարևոր կետերն ամրագրված են։ Առաջիկայում արտագնահանդիպումներ են։ Մենք շրջելու ենք ամբողջ Հայաստանով եւ մեր գործը չի սահմանափակվելու միայն Երևանում։ Ծառուկյան ընտանիքի շնորհիվ մենք բացել եւ բացելու ենք մարզասրահներ։ Իսկ մինչև նոր մարզահամալիրները կբացվեն Օլիմպիավանում ժամանակակից ու միջազգային ամենաբարձր չափորոշիչներով մարզումները տղաներին կմղեն նոր հաղթանակների, ինչն այսօր խիստ անհրաժեշտ է մեր երկրին ու պետությանը։ Այս հնարավորությունը շատ կարևոր է առավել եւս հաշմանդամություն ունեցող անձանց համար, որովհետև սպորտը ամենակարճ ճանապարհն է հաշմանդամություն անձանց ինտեգրել հասարակության մեջ, սպորտի միջոցով կարող ես հաղթահարել բոլոր դժվարությունները եւ հասնես հաջողությունների։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն